Հայաստանում ավտոների մեծամասնությունը զիբիլ են։ Մեզ կարա այդ ավտոն մի գեղեցիկ սպանին է, Ամերիկայից բերած ավտոները զիբիլ են։ Չի կարա էլի նորմալ գեոմետրիա ունեցող ավտոյի մեջ էս ձեն գա։ Այո ժողովուրդ ջան, այսօր էլի ահավոր էքսպերիմենտալ վիդեո է, ցենց ճարահատյալ վիդեո կարելի է ասել։ Դուք այսօր որ տեսնում եք այս վիդեոն, պետք է տեսնեիք ու լրիվ ուրիշ վիդեո, պետք է մեքենայի obzor տեսնեիք, շատ սիրված մեքենայի obzor ու շատ հետաքրքիր obzor էր ստացվելու իրականում։ Սակայն ինչ-ինչ պատճառներով չստացվեց այդ մեքենայի obzor-ը նկարել։ Սպասում ենք այդ obzor-ին հաջորդ շաբաթ, փորձեք գուշակեք ինչ մեքենա է լինելու։ Շատ հետաքրքիր վիդեո է սպասվելու, կոնկրետ քանդոցի է լինելու այդ վիդեոյի ժամանակ, այդ ձեզ խոսք եմ տալիս ես։ Այսօր մենք խոսալու ենք ու իջնելու ենք կոֆե խմելու։ Ոնց որ այն ինչը որ մեր կյանքում տեղի է ունենում գրեթե ամեն օր, մենք որոշեցինք այսօր կիսվենք ձեզ, այսպես լայվ ֆորմատի վիդեո սարքենք, այսօր խոսալու ենք Ամերիկայից եկած մեքենաների մասին։ Այդ մեքենաները ահավոր էժան են գալիս, եթե մենք ունենք մեքենա, որը ստեղ Հայաստանում դու կարող ես գնել $15,000, դու այդ մեքենան կարող ես բերել Ամերիկայի, խփած սարքելով ամեն ինչով $11,000-12,000 նստիկով վրա, 25-30% էկոնոմիա անելը շատ լուրջ ցուցանիշ է։ Հիմնական խնդիրը այդ մեքենաների հոսումը նրանից, որ բերում են մաքսիմալ էժան տարբերակները, մրուտից խփած, ջրի տակ մնացած, ու այդ մեքենաները ուղղակի դանդաղ մահ է ձեր բյուջետի համար, ձեր գրպանի համար ու ձեր մեքենաների հանդեպ սիրո համար, որովհետև այդ մեքենաները իմ փոքրից եմ ասում, լրիվ լատերեա։ Իմ փոքրից ոչ թե ես եմ բերել, այլ ուղղակի տեղակ եմ ճանաչում եմ մարկանց, ովքեր այս մեքենաներ են բերել։ Կոնկրետ այդ մեքենաները լատերեա են։ Կարա ձեր բախտը բերի, գրած լինի մեքենան չի քշվում, բերեք խոտակ բարձվի ուղղակի յուղը փոխաշեր դրա համար աշիպկա գցե բերեբորի ընկեր չէ աշխատում մեքենան, իսկ կարակ բերեք փաստացի ջրի տակ մնացած Run and Drive մեքենա, բերեք խոտակ մի հատ փակաշտա այդ ավտոն ու всё, որոշի որ ինքը չի քշվելու երբևէ։ Ամերիկայից ավտո բերելուց հաշվի առեք ձեր բախտը, էլի։ Հա, եթե ձեր բեսան բախտավոր եք, կարակ փոխեք մի հատ ջրի տակ մնացած sense մագուտից մի հատ բան կանենք, կոմպակտով մի հատ ավտո կգտնեմ կդնեմ, այսպես մի հատ բան կարակ բերեք։ Մյուս խնդիրը, ահա որ շատ ունեն այդ հասյաթը Հայաստանում մարդիկ, ասում են դե դեմից խփած ավտոն, պադուշկեքը բացած ավտոն, ինչ խնդիր է, կբերենք, մապմանկա կդնենք, ոչ աշիպկա բերում, մեր համար կարևոր է որ աշիպկա չբերի, մեքենան կաշխատի, իր գործը կկատարի, այս կոմենկոմ, ինչ կարևոր է, պադուշկեն ումա պետք բերում եք մգութը խփած ավտո, լանժերոնները ծրած, կիսա սվարկա եք անում, կիսա զամասկա եք անում, լանժերոնները այդ ավտոյի բերում եք եսի միշտ տեսքի, չեք կտրում հանում թափում նորից սվարկան, որտեղ դա տես թանկ կլինի։ Դրա հաշվին $2,000 էկոնոմիա եք անում, ձեր վրա մեքենան էժան է նստում, բայց արդյոք դուք այդ մեքենայի մեջ վստահորեն կարաք ձեր ընտանիքի անդամներին նստացնեք ու ասեք, որ Աստված չանի մի բան եղավ, մեքենայի գործարանային անվտանգությունը ձեզ կփրկի։ Տենց ավտոները կամ բերում են չեն կարող գազվալ բռնել, որովհետև ավտոյի գեոմետրիան այսպես փախած է խոսքի։ Ոնց կարաս դու այդ ավտոն քշես ավտո դնես, ես անվտանգ ավտո եմ քշում։ Նու խես այդ ավտոն քշում, գնա լյուբոյ հին, տիդար, օփելար մեքենա, որը գոնե բարձիկներ ունի, դու կունենաս գոնե այն անվտանգությունը, որը գործարանից նախատեսված է։ Հիմա մեզ կարա այդ ավտոն մի գեղեցիկ սպանի, նրա հաշվին մենք իրավաբար փող ենք էկոնոմիա արել։ Խորտնեցինք, շոկ, շոկ էր։ Ես չեմ ասում, որ ավտոն դեմից խփած ավտո բերել չի կարելի։ Ամեն ինչ կարելի է, պրոստը պետք է հասկանալ դուք ինչ եք անում։ Կան մարդիկ, ովքեր որ դեմից մգութը ջարդած, շրած, լրիվ տոտալ եղած ավտոն բերում են, կատարել էին լրիվ այն ինչը որ այդ ավտոյի վրա վնասված ա եղել, սվարկա արվելու գործարանային կետերով, այդ մեքենայի վրա նոր մգութ։ Այդ չի նշանակում հա որ լրիվ գործարանային վիճակ ալնելու, բայց գոնե այդ մեքենան չի լինելու ինչ որ զամասկած, սենց դզած ծրած փչած ավտո, դրա համար ախպեր կարծիք է ստեղծում, որ Հայաստանում ավտոների մեծամասնությունը զիբիլ են։ Կապոտը բացում ես, տենում ես երևում է ոնց է խոսքի, շպակլովկա կսած այդքան տեղը, ոնց են այդ անտերին, գաջած է այդքան տեղը, մի հատիկը վրից լավը աբոյ կպցրած չի, այն տիպի ռեմոնտ արած է այդ ավտոները, էլի։ Ահա, ինձ թվում է կարանք այստեղ միտեղ կանգնենք։ Գնանք մի հատ կոֆեի հետևից ու մի անգամից շարունակենք մեր հիմնական թեմայի շուրջ խոսալը։ Բանտաժը սկսել եմ սրտից դարդ է եղել։ Ավտո սերևացել է վիդեոյի մեջ, ահա որ կեղտոտ է եղել, ու չգիտեմ, առասարակ վիդեոյի մեջ երևում էր, որ ավտոյի բանտաժները բրոնզագույն են փչած։ Իմ մոտ նես տպարից նոր վիդեոյի մեջ ավտոյից բանտաժները կոնկրետ սև է, ասես թե մի հատ կադր կդնենք, ու սենց տեսք ունի հիմա, երբ որ լվացած է էլի ավտոյից բանտաժները։ Այս սենց տեսք ունեն ավտոյի բանտաժները, այս գույն են։ Չէ, վիդեոյի մեջ կոնկրետ սև էին երևում ավտոյից բանտաժները։ Կստացի սենց ավելի սիրուն թե գործարանային գույնը։
չեք կարծում։ Քիչ մեր կանալը ավտոբլոգից պրոստոբլոգի է վերածվում։ Մի հատ էլ շատ կարևոր կետ կա, որ իրականում պետք է անպայման խոսալ դրա մասին, որովհետև շատ քիչ եմ նկատել, որ խոսեն դրա մասին։ Շատ հաճախ, եթե դուք ինչ-որ X մեքենա եք ուզում, մի հատ մտեք ուղղակի պատահական լիստ ու նայեք այդ մեքենան Հայաստանում ինչ արժի։ Որովհետև շատ հաճախ լինում է, որ այդ նույն մեքենան Ամերիկայից բերելով, հաշվարկելով, սարքելով, ձեր վրա նստելու է նույն գինը, ինչը որ այդ մեքենան ձեր վրա նստելու է Հայաստանում, լիստում, ռեալ արգնելով։ Այդ ինչով է պայմանավորված, հիմնականում 22-23 թվերին, երբ որ բումն էր, լիքը մարդիկ են, որ չգիտեմ, տները ծախեցին, բիզնեսները ծախեցին, գնացին մի 3-4-5 հատ ավտո ագան Ամերիկայից բերեցին, որ ծախեն ու հանդիպեցին նրան, որ փաստացի սա սովորել են ոնց է կարելի կոմպակտից ավտո մտնել, շահել, արգնել $2000 էժան նստի ու չեն ծախվում այդ ավտոները։ Դրա հետևանքով մարդիկ սկզբից ուզում էին $5000 աշխատեին, հետո ուզում էին 3000, հետո 2000, հետո 1000, հիմա այդ մեքենաները իրենց ինքնարժեքով գցած է իրականում լիստում, քիչ քշած, նորմալ վիճակում, նորմալ սարքած, այդ մեքենաները իրենց ինքնարժեքով ծախում են։ Ու ախպեր մտեք, օգտվեք այդ գլխացավանքից ձեզ ազատեք, 2-3 ամիս մի սպասեք ավտոին, գնացեք, ռեալ նստեք, քշեք, տեսեք, արեք։ Չկան հավանականությունը, որ մեզ հիմա կանգնած։ Նավ պրինցիպի դու օրենք չես խախտում, կարաս հանգիստ նկա։ Այդ մենք ինքան Ես եմ խախտում, դու ես խախտում։ Մեկ էլ այդ վազքի հետ կապված, հիմնականում չգիտեմ նկատել եք թե չեք նկատել, բայց ոնց որ sense հետաքրքիր օրինաչափություն կա, մեքենաները, որոնք որ ստեղ են քշած 100,000 կիլոմետր ու Ամերիկայում են քշած 100,000 կիլոմետր, կատեգորիկ տարբերվում են իրարից։ Դա իրականում մոտո ժամերից է գալիս, որովհետև մենք մեքենայի կիլոմետրերով կամ միլերով վազքից բացի նաև ունենք մոտո ժամեր, այդ ժամանակն է, որ մեքենայի շարժիչը աշխատել է, ու երբ որ մենք 10 կիլոմետրը քաղաքային էս պրոբկայով, հատկապես Երևանի պրոբկայով պայմաններում 10 կիլոմետրը կարող անցնենք 1.5 ժամում, Ամերիկայում հիմնականում մեքենաների վազքի մեծամասնությունը բնականաբար կախված ռեգիոնից լինում է մայրուղիների վրա, ինչ որ նշանակում է միջին արագությունը 100 կմ/ժ-ով մենք շատ ավելի արագ ենք անցնում այդ 10 կիլոմետրը ու մեքենայի շարժիչը կարա միջև անգամ 2-3 անգամ ավելի քիչ աշխատած լինի այդ նույն 100,000 կիլոմետր վազքի դեպքում, ու այդ իհարկե չի կարա չազդի մեքենայի վրա, էլի։ Հիմնվելով են ամեն ինչի վրա, ինչը մենք ասցինք այս վիդեոյի մեջ, եկեք մի հատ վերջնական եզրակացության գանք։ Արդյոք զիբիլ են Ամերիկայից բերած մեքենաները, միանշանակ չէ, Ամերիկայից բերած մեքենաները մատչելի են, ինչ որ արգումներով ավելի հուսալի են, իրանց բնականաբար մինուսներով։ Ես կառաջարկեմ ձեզ գնեք Ամերիկայից մեքենա, եթե հասկանում եք ինչ եք անում, հուսալի մարդ կա, ով որ կամ կարա ամբողջ թղթաբանությունը ձեզ օգնի, որ դուք անեք, կամ կարա այդ թղթաբանությունը անի ձեր փոխարեն կամ ինչ որ կազմակերպություն է, որը կարող է ձեզ օգնի։ Հիմա պատկերացնում ես, եթե մի հատ Ամերիկայից ավտո բերող կամպանիայի հետ աշխատեինք, ինչ լավ ռեկլամ կլներ, խոսայ վերջում ասեի, չգիտեմ։ Կարակ այս կամպանիայից օգտվեք։ Գագո դաստավկայով բերեք ձեր մեքենաները Ամերիկայից ու հորսարև լավը կլինի։ Իսկ այսօրվա համար մենք սենց էքսպերիմենտալ վիդեո ենք կազմակերպել ձեր համար, գրեք կոմենտներում հետաքրքիր է արդյոք ձեզ այս տիպի ֆորմատը, թե մեծամասամբ ձեզ ավելի շատ հետաքրքրում է обзорները մեքենաների, ասեմ обзорները անպայման լինելու են, հենց հաջորդ շաբաթ լինելու է մեքենայի обзор, Աստված առաջ իհարկե։ Միացեք մեզ բոլոր սոցիալական հարթակներում, Telegram, Instagram, TikTok, ինչպես նաև YouTube։ Ձեր հետ նորից ես էի Անանյան, Ռաֆոն օպերատոր, դուք գտնվում եք Քարընկյուն ալիքում, հաջողություն։